Եվրամիության երկրների առաջնորդները Բրյուսելում են քննարկելու Կիևին լրացուցիչ աջակցության եւ Եվրոպայի անվտանգության հարցերը։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը գագաթնաժողովից առաջ խոսել է վերազինել Եվրոպան ծրագրից։ Եվրամիությունը պաշտպանական ներդրումների համար նախատեսում է մինչև 800 միլիարդ եվրո։ Այս գումարի մի մասը մոտ 150 միլիարդ եվրոն Եվրամիությունը նախատեսում է ստանալ վարկերի միջոցով եւ ծախսել Ուկրաինայի համար սպառազինության գնման եւ հոբ համակարգերի արտադրության նպատակով։ Կիևին սատարող հայտարարության վրա սակայն Հունգարիան կարող է վետո դնել։ La menace russe est là et touche les pays d'Europe. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ հայտարարեց, որ Ռուսաստանից բխող սպառնալիքի եւ Միացյալ Նահանգների քաղաքականության հնարավոր փոփոխությունների ֆոնին պատրաստ է քննարկել Ֆրանսիայի միջուկային կարողություններով Եվրամիության մյուս երկրների անվտանգությունը երաշխավորելու հարցը։ Մակրոնը շեշտել է, որ միջուկային զենք կիրառելու որոշումը կմնա բացառապես Ֆրանսիայի նախագահի իրավասությունների շրջանակում։ Մոսկվայից արձագանքում են Ֆրանսիայի նախագահի միջուկային հռետորաբանությունը սպառնալիք է Ռուսաստանի համար։ Մեջբերում եմ, եթե նա մեզ համարում է սպառնալիք, եվրոպական երկրների Մեծ Բրիտանիայի առաջնորդների նիստ է հրավիրում, ասում է, որ անհրաժեշտ է միջուկային զենք կիրառել, դա իհարկե սպառնալիք է, ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։ Использовать ядерное оружие, готовиться к использованию ядерного оружия против России, это, конечно же, угроза. Ուկրաինայի նախագահը հայտարարել է, խաղաղությունը պետք է լինի իրական եւ ոչ միայն բառերով։ Այն չի կարող նշանակել капитуляция կամ Ուկրաինայի փլուզում։ Զուգահեռ Կիևը հայտարարում է, թե մոտորերս կհանդիպի Միացյալ Նահանգների ղեկավարության հետ։ України та Сполучених Штатів Америки почали працювати над зустрічю. Փարիզը հայտարարել է, թե հետախուզական տվյալներ է տրամադրում Կիևին, որոշումից մեկ օր առաջ Վաշինգտոնը դադարեցրել էր սեփական տվյալների տրամադրումը։ Մենք ունենք հետախուզական ռեսուրսներ, որոնք օգտագործում ենք ուկրաինացիներին օգնելու համար, ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարը։ Թուրքիան պատրաստ է անհրաժեշտության դեպքում խաղաղապահ զորք ուղարկել Ուկրաինա, հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։ Այդ հարցը կդիտարկվի, եթե տարածաշրջանային կայունության ու խաղաղության համար դա անհրաժեշտ լինի։ Հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրներին գրում է Reuters-ը, նշելով, որ հարցի շուրջ սակայն հստակ որոշում չկա։ Ալբանիան 1 տարով փակում է TikTok-ը երեխաների շրջանում բռնության հետ կապված մտահոգությունների պատճառով։ Այդ երկրի կրթության նախարարն ասել է, որ իշխանությունները հանդիպումներ են ունեցել մոտ 65,000 ծնողների հետ, ովքեր խորհուրդ են տվել եւ կողմ են եղել փակելու կամ սահմանափակելու TikTok հավելվածը։